Իրան Միացյալ Նահանգներ հեռավար պատերազմն արդյոք կրակ կվարի գետնի վրա եւ ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, այս պահին զրուցելու եմ քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ, որն արդեն այստեղ է։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Համեցեք։ Շնորհակալություն պարոն Խաչիկյան, որ այստեղ եք։ Պարոն Խաչիկյան, ինչու նորից սրվեց վիճակը։ Ինչ զարգացումներ կարող են լինել եւ արդյոք պատերազմի վտանգ կա այս փուլում։ Դե վտանգ կա, այո, Միացյալ Նահանգները իր օդային ուժերն է կուտակում Դիեգո Գարսիա բազայում, Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում եւ նաեւ ռեգիոնում, որտեղ ունի բազմաթիվ ռազմաբազաներ, այնտեղ ուժերը տեղափոխում, արդեն սկսել է գնդակոծել Եմենը, արդեն մոտ մի շաբաթ, ավելի երկար գնդակոծում է, ռմբակոծում է Եմենը եւ հութիների ռեժիմը, որը փորձում է կանգնեցնել պաղեստինցիների ցեղասպանությունը, որը կատարում է Միացյալ Նահանգները եւ Իսրայելը Պաղեստինում։ Եվ նրանք սկսել են ռմբակոծել Եմենը։ Սրանից հետո ուզում են վերացնել նաեւ Իրանի ֆակտորը, քանի որ դա Իսրայելի հիմնական թշնամին է ռեգիոնում եւ Իսրայելը լիովին վերահսկում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը այս շրջանում։ Եվ տասնյակ տարիներ Իսրայելի ղեկավարությունը երազել է, որպեսզի լինի հարձակում Իրանի վրա, Միացյալ Նահանգների ձեռքերով իր հարցերը լուծի։ Իրանը հայտարարել է, որ այդ հարձակման դեպքում լինելու է հակահարված։ Միացյալ Նահանգները հնարավոր է, որ կամ ինչ-որ սահմանափակ հարվածներ, օդային հարվածներ հասցնեն, ասենք որոշ միջուկային օբյեկտների, Իրանը ունի տասնյակ բազմաթիվ միջուկային օբյեկտներ, որոնք մեծ խորության վրա են, այսինքն այնտեղ հատուկ ռումբեր են պետք դախոցելու համար, նավթային օբյեկտների կարող է հարվածել, իսկ Իրանը իր հերթին սպառնացել է, որ հակահարված է լինելու Միացյալ Նահանգների ռազմաբազաների դեմ, այնտեղ հազարավոր ամերիկյան զինվորներ կան եւ Միջին Արևելքի շրջանում եւ մոտակա շրջանում եւ դրանից հետո նաեւ նա Իրանը սպառնացել է հարվածել նավթային օբյեկտների ամբողջ ռեգիոնում, ամբողջ Միջին Արևելքի նավթային օբյեկտների, որը կբերի անմիջապես կբերի տնտեսական ճգնաժամի։ Հավանական սցենար եք համարում։ Հնարավոր է։ Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ Իրանի շահերից ելնելով, Ռուսաստանի շահերից ելնելով եւ նաեւ Միացյալ Նահանգների, որ սա լուծվեր խաղաղ ձևով։ Սա հնարավոր է, որ սպառնալիք է, կարող է դա էմոցիոնալ մարդ է, նա կարող է ուղղակի ճնշում է Իրանի ղեկավարությանը, որ նրանք ստիպել նրանց կան պայմանավորության, բայց հետաքրքիր է, որ մի քանի տարի առաջ, կարծեմ 10 տարի առաջ 2015 թվականին այդպիսի պայմանագիր արդեն կար, որը սահմանափակում էր Իրանի միջուկային ծրագիրը, բայց հենց Միացյալ Նահանգների ղեկավարը, հենց այս ղեկավարը հրաժարվեց այդ պայմանագրից եւ նորից սանկցիաներ կիրառեց։ Իսրայելը եւ Տրամպի կառավարությունը դուրս եկան այդ պայմանագրից։ Հնարավոր է որ ուզում են ստիպել նորից այդ պայմանագիրը կնքել։ Այսինքն նոր սանկցիաներ ստիպելու են, սպառնալանք սպառնում են հիմա, որ կարող են ոչնչացնել մի ամբողջ պետություն, որը մի քանի անգամ արել են։ Սա նոր բան չի։ Իրաքում արվել է դա, Լիբիայում դա արվել է, Սիրիայում արվել եւ ուրիշ տեղերում։ Ուղղակի կարծում եմ սպառնում են, որպեսզի ստիպել Իրանի ղեկավարությունը գնալ զիջումների եւ այդ նոր պայմանագիրը ստորագրել, հրաժարվել ցանկացած միջուկային հնարավորություններից։ Դուք գիտեք, որ Իսրայելը գաղտնի ձևով, ոչ այնքան գաղտնի, համարյա պաշտոնական ձևով հայտնի է, որ ունի մոտ 300 միջուկային գլխիկ եւ խախտում է միջազգային օրենքը, բայց Իրանին դա չի թույլատրվում իհարկե։ Իրանը դա տեղանք չունի։ Այս հակամարտությունը ինչպես կարող է ազդել մերձավոր Արևելքի ու հատկապես Հայաստանի վրա։ Սա կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ, եթե այս պատերազմը ծավալվի, շարունակվի, էսկալացիա տեղի ունենա, լայնածավալ հարձակում սկսվի Իրանի վրա, կարող է այստեղ կարող են նախ փաստականներ գալ, կարող են խոցվել միջուկային օբյեկտները, որը կարող է արտահոսք, մենք կարող ենք ունենալ միջուկային նյութերի արտահոսք մթնոլորտի մեջ, որը շատ վտանգավոր է։ Չեռնոբիլը, չգիտեմ, դե դուք շատ երիտասարդ եք, բայց երկար ժամանակ առաջ մենք Չեռնոբիլը հիշում ենք ինչ եղավ, երբ մի ռեակտորը պայթեց, աշխարհի կեսը չէր կարողանում դուրս գալ փողոց։ Հնարավոր է որ դա լինի, հնարավոր է ապակայունացնեն ներսից ապակայունացնեն Իրանի ռեժիմը, այդ ռեժիմ change-ը, իրանց ասած կառավարության փոփոխություն փորձեն անել, հեղաշրջում անել, հնարավոր է էթնիկ կոնֆլիկտներ առաջանան բելուջների, ադրբեջանցիների միջև եւ պարսիկների միջև, բայց դա շատ վտանգավոր է մեզ համար։ Մենք կարող ենք գրել այստեղ օրինակ փախստականներ, տասնյակ հազարավոր փախստականներ,
Եվ հետո ամենակարևորը Իրանային պետությունն էր, որը զսպում էր Ադրբեջանին եւ Թուրքիային Սյունիքի հարցում։ Եվ մի քանի անգամ կարող է ակտիվանալ Ադրբեջանը։ Դե իրենց համար դա լավ հնարավորություն կլինի, այո։ Հարձակում հնարավոր է։ Եթե լինի պատերազմ Իրանի, լայնացալ պատերազմ Իրանի շուրջ, առնվազն նրանք կարողանան ճնշել, ռազմական ճնշում գործադրել մեր վրա։ Այո, կարող է պատահի ինչ որ ռազմական ճնշում լինի։ Իսկ Հայաստանը այդ դեպքում ինչ սցենարի պետք է պատրաստ լինի։ Հայաստանը վերջի 7 տարի պատրաստվել է կապիտուլյացիայի։ Մեզ ասել են, որ ամենալավ ձևը խաղաղություն ունենալը դա հանձնվելն է։ Ամեն ինչ հանձնել, ամեն հարցում զիջել, զենք չունենալ, կամ ինչ-որ սիմվոլիկ բաներ բերել, մենք չենք հասկանում սա ինչպես է փոխելու ռազմական բալանսը, կամ դատարկ խոստումների հավատալ, մեր Եվրո պրոպագանդայի այդ թիմը առավոտվանից իրգուն, որ մեզ պատմում է, թե ինչպես Ֆրանսիան եւ Արևմուտքը եւ Միացյալ Նահանգները մեզ կօգնեն, որը մինչեւ օրս մենք ոչինչ չտեսան։ Մեր կառավարությունը 7 տարի մեզ տանում էր հայրենիքի հանձնման, այսինքն մենք ինչպես կարող ենք պատրաստվել սրան։ Մեզ անընդհատ ասում են, որ կրակոցներ չկան, հիմա մինչև հիմա կրակում են Սյունիքում, մեզ ասում են կրակոցներ չկան, ուղղակի հարսանիք են անում, կամ ինչ-որ մեկի ծնունդն է, կամ մարախուղ է։ Թիրախը հայկական գյուղերը չեն, բայց տեսանք հայկական գյուղերի արդեն տները։ Հա։ Նրանք ուղղակի սովորել են, որ ժողովրդի մի մասին, ոչ բոլորին, որովհետև մարդիկ արդեն զարթնում, արթնանում են, տեսնում են, որ իրենց անընդհատ խաբել են։ Մի մասին իրենց աղանդը նրանք ունեն, մոտավորապես 10-15% է։ Եվ իրենց այդ պրոպագանդայի մեքենան միացնելով նրանք մեզ թմրացնում են։ Ասում են, որ կրակոց չի եղել կամ եղել է, բայց ամենաճիշտը հանձնվելն է, մենք անընդհատ խաղաղության մասին խոսանք, խաղաղություն կլինի, հեսա վերջերս։ Բայց չի լինում այդ խաղաղությունը, չէ՞։ Դուք ինձ եք դա ասում։ Բա մեր ժողովրդին բացատրեք, թող մի հատ նստեն, այս 7 տարվա պատմությունը գծեն, սենց, ու տեսնեն ամիսներով, օրերով պետք չի, ամիսներով, ինչ են սրանք ասել եւ դրանից ինչ է ստացվել։ Ասել են խաղաղ ձևով կլուծենք Արցախը կորցրեցինք, հարցնում ենք ոնց եք բանակցում, ասում են ձեր գործը չի, ասում են պատերը 0 կետից, հապկա առաջարկում էր ռազմական մանևրներ, ասում են ոչ, վարժություններ, ասում են ոչ, պետք չի, 3 անգամ պետք է կանգնացնեին պատերազմը, չկանգնացեցին, 5000 տղա մեռավ, սով դարձավ, իմ մեղքն է, բայց ոչինչ, բայց դուք ինձ դավաճան չեք ասի, դրանից հետո ասում են մենք պետք է գնանք խաղաղության, սա արդեն անհնար է չտեսնել, որ սա Թուրքիայի եւ Արևմուտքի պատվերն էր, կոտրել մեր ժողովուրդը, հանձնել Արցախը, մեր մարդկանց որոշ մասին համոզել, որ փորը եւ փողը ավելի կարեւոր է, քան հայրենիք ունենալ, որ եթե մենք ամեն ինչ հանձնենք, վաղը մենք առևտուր կունենանք, ինչպես իրանցից մեկը ասեց Տարգովլի, նոր բառ կա ռուսերենում։ Առևտուր կանենք, փող կաշխատենք, իսկ այնտեղ կանձասար, մանձասար Ղարաբաղյան, այդ մեզ պետք չի։ Բայց խնդրեմը դա է, որ հաջորդը հիմա Սյունիքն է։ Հիմա եթե սկսեն նորից, եթե նորից մարդ կա Անգլիայից կամ Թուրքիայից, իրենց ասի հաջորդ առաջադրանքը որն է, հիմա էլ կասեն մեզ Սյունիք պետք չի, դա պատմական Հայաստանն է։ Ու տենց ասելով հետ քաշվելով ադրբեջանցիները կմտնեն Երևան, եւ նրանք դրա մասին ասում են։ Եվ հետո շատ ես ուղղակի չգիտեմ մենք ինչու ենք սրա մասին անընդհատ խոսում, սա շատ պարզ է։ Նրանք ասում են 300,000 ադրբեջանցի պետք է գա Հայաստան, դուք արևմտյան Ադրբեջան եք։ Եթե հիմա նրանք այդ երկու գյուղի վրա կրակում են Սյունիքում, եթե 300,000 մարդ գա Հայաստան, ում վրա են նրանք կրակելու, հետաքրքիր է։ Որ գյուղերում են ապրելու, որ գյուղերից պետք է հայերը դուրս գան։ Եվ այդ գյուղերից դուրս գալուց հետո քանի օր կանցնի, մինչև Ադրբեջանը ասի, որ պետք է ապահովի ադրբեջանցիների անվտանգությունը եւ բանակը մտնի մեր։ Բայց իշխանությունն ասում է այս համաձայնագիրը խաղաղություն կոչված, որ համաձայնեցրել ենք, այնտեղ կետերի համաձայն երկուսս էլ զիջում ենք, նաեւ երկու կողմն էլ պահանջներ չունի հակառակ կողմի տարածքների նկատմամբ։ Ըստ համաձայնագրի։ Դուք նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հիշում եք։ Բայց դա դրել են մի կողմ։ Դրա մասին այլևս չեն խոսում, չի էլ գործում։ Այդ շատ լավ է, որ դուք հիշում եք, իսկ նրանք հիշում են, իսկ Մինսկի պայմանագրերը հիշում են, իսկ Աստանայի պայմանագիրը հիշում եք Սիրիայի վերաբերյալ, երբ ամեն ինչ տապալվեց, դարավ թուղթ terroristների օգնությամբ մի ամբողջ Հիմա մենք այդ բոլոր զիջումներին գնացել ենք, Մինսկի խումբը համաձայնել ենք լուծարել, նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին ընդհանրապես չենք հիշում, Արցախից հրաժարվել ենք, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվել ենք, համաձայնել ենք, որ սահմանադրությունը փոխելու ենք, դիտորդներին սահմանից հետ ենք կանչելու, այսինքն գրեթե բոլոր պահանջները կատարում ենք։ Այս դեպքում ինչու է շարունակում կրակել, ինչու չի խաղաղվում։ Որովհետև նրանք խելոք մարդիկ են, նրանք մերպես չեն, նրանք տեսնում են, որ նրանք ուժեղ են, մենք թույլ ենք եւ մենք ունենք ներքին թշնամի, մի մարդ եւ մի փոքր խումբ, եւ բոլորի մասին չի խոսքը, բայց մի փոքր խումբ, որոնք վրեժ են հանում իրենց ժողովրդից։ Նրանք ինչ որ բան կյանքում երևի չեն ստացել,
կամ նեղացել են կյանքի վրա, կամ մեր ժողովրդի վրա եւ ուղղակի վրեժ են հանում մեզանից, անընդհատ մեզ ստորացնելով, հանձնելով, կոտրելով եւ սա չի կանգնում։ Ադրբեջանցիները շատ խելացի են, նրանք տեսնում են, որ հայերը թույլ են, ունեն այս ներքին դավաճանների կառավարություն, որը ամեն ինչում հանձնվում է, ենթարկվում է, եւ նրանք առաջ են գնում ցանկացած ուրիշ ռեալիստ ճիշտ մտածող, ռեալ մտածող կառավարություն կաներ նույն բանը, նրանք շատ ճիշտ են։ Չեն ստորագրելու պայմանագիրը։ Կամ չեն ստորագրելու էլի են պահանջել ինչ որ բան, կամ ստորագրելու են հետո էլի են նորից պահանջելու, կամ ստորագրելու են ասում են դուք խախտել եք, էս էլ պետք է տակ, այն էլ պետք է տակ։ Ուժային բալանսն է կարևոր։ Ուժը իրենց կողմն է։ Մենք ունենք կիսախելագար, ոչ կոմպետենտ, փողոցից եկած, կրթություն չունեցող մի երևույթ, որը ամեն օր ինչ որ նոր խելագարություն է, այսօր բանից էին խոսում։ Ես արդեն չեմ կարողանում հետևել, ճիշտ ասած ներվերս չի եկում, բայց հիմա բան վարորդական իրավունքներից էին խոսում, ժամանակին դուշից էին խոսում, բան փառատոնները բա, հիշում եք Ձվածեղի փառատոն, հետո էլ ինչ էր, ես ուզում եմ հիշեմ հեծանիվ քշելը, ինչ որ ավտոբուս նստելը, սա խմած մարդու երազ է, սա կառավարություն չի։ Ու նրանք տեսնելով որ մենք այս վիճակում ենք, իհարկե պետք է օգտվեն։ Որ իրենք ժողովրդի նման ապրող մարդիկ են հասարակ։ Թող գնան բանում ապրեն, Սյունիքում ապրեն, թող իրանց տան վրա կրակեն, մենք տեսնենք ոնց են հեծանիվ քշելու։ Բա որ Սյունիքն էլ վերցնեն հիմա մեզանից, մենք ինչ ենք անելու, այդ ուտել խմելը, որ այդքան սիրում են, այդ որտեղից է գալու։ Միայն Վրաստանից, այնտեղ երկու ճանապարհ է մնացել, մեկը արդեն իրանց վերահսկողության տակ է լինելու, մեկն է մնացել, այնտեղ էլ շուտով թուրքական բազա կարող է լինի Վրաստանում, կամ ինչ որ ուրիշ ձևով դա խափանեն։ Վրացիները շատ լավ մարդիկ են, մեր եղբայրներն են, բայց 90-ական թվականների պատմությունը ցույց է տալիս, որ մենակ մի ճանապարհ թողնել Վրաստանում նշանակում է, որ Հայաստանը լինելու է շրջափակման մեջ։ Պարոն Խաչիկյան, ներքաղաքական կյանքում էլ, հա, կարծես վիճակը այդքան հարթ չէ, Գյումրիի ընտրությունների մասին է խոսքը։ Ի վերջո ԿՊ-ն բավարար ձայներ չհավաքեց, որպիսի միանձնյա ղեկավարի անդիմությունը նույնպես ոչ պարտվեց, ոչ հաղթեց, եւ արդեն մեկ շաբաթ է անցել, կարծես թե հայտարարի չեն գալիս։ Խնդրում եմ գնահատեք այս վիճակը եւ արդյոք վիճակը սառեցման չի գնում։ Դե գիտեք, արդեն այդքան էլ հետաքրքիր չի, ոչ ինձ, ոչ էլ իմ կարծիքով մարդկանց։ Սա արդեն հետաքրքիր չի։ Իհարկե այս խումբը պարտվեց, քանի որ բոլոր չարաշահումների հետ միասին այդ զորքը ուղարկելու հետ հանդերձ Գյումրի այդ ցուցակներով ման գալը, ներկայացակա անելը, իրենց չոքնեց, մարդկանց մեքենայով բերելը, հետո լույսը անջատելը, սա արդեն ավանդույթ է դարել վերջում հաշվարկից առաջ լույս են անջատում, աստված գիտի ինչքան քվեաթերթիկ են գցում այնտեղ, անգամ այդ բոլորից հետո, այդ ամեն ինչից հետո էլի հավաքեցին 30 թե 36% իրենց բոլոր այդ ռեսուրսները օգտագործելուց հետո, սա իհարկե իրենց համար պարտություն է, բայց նաև շատ զարմանալի է, որ ընդդիմությունը դե մեծ մասը միանգամից համախմբվեց, բայց ցավոք սրտի բոլորը դա չարեցին, եւ դա արդեն լուրջ չէ։ Ընդդիմությունը նաև խոսում է նրա մասին, որ քանի որ Փարաքարում եւ Գյումրիում ԿՊ-ն չհաղթեց, կարելի է սա նաև հիմք ընդունել համապետական ընտրությունների համար։ Արդյոք կարող ենք սա հիմք ընդունելով հանգիստ գնալ համապետական ընտրության։ Չէ, չենք կարող, որովհետև մենք տեսանք, որ մեր ընդդիմությունը մենակ խոսալուց է շատ ուժեղ, ճառասելուց են շատ լավ, կուրս ծեծելուց, ես զարմանում եմ, որ այսքան անպատրաստ եղան։ Մեր ընդդիմությունը ես շատ ներողություն եմ խնդրում, արդեն ինձ վրա սկսել են նորից հարձակվել, ես ոչ կարդում եմ, ոչ ուշադրություն եմ դարձնում։ Ինչքան ուզում են թող հարձակվեն։ Ես անգամ չգիտեմ այդ մարդիկ ովքեր են։ Շատ կարճ, կոնկրետ ձև կա նայելու։ Դուք որևէ պլան չունեիք, որևէ չեք նախատեսում, որ կարող է պատահի այսպիսի բան լինի եւ մի քանի ուժ ստանա մի քանի քվե։ Դուք որևէ պլան չունեիք, թե ինչպես եք միավորվելու։ Ոնց կարելի է այսպես անել, վերջի րոպեին եք թողել եւ հետո քանի օր մենք սպասում ենք։ Սա լուրջ չի։ Եթե սա պետք է լինի հաջորդ տարվա մեր հանրապետական, ամբողջ հանրապետության մեջ անցկացվող ընտրությունների մի օրինակը, դա շատ վատ է։ Այսինքն նույն ձևով եք ձեզ պահելու հաջորդ տարի։ Հաջորդ տարի ինչքան եք սպասելու, որ իմանանք դուք միավորվելու եք, թե չեք։ Կարծում եք խնդիրը ո՞րն է։ Ընդդիմությունը։ Խնդիրը ո՞րն է։ Չեն կարողանում պետական շահերը, մեր ժողովրդի շահերը, մեր հայրենիքի փրկության հարցը ավելի կարևոր համարել, քան ինչ որ պատմական անհամաձայնություններ, անձնական հարաբերություններ, զգացմունքներ, որոշ դեպքերում
ուղղակի իշխանության գալ հարցը, որ իշխանությունը շատ քաղցր բան է, գիտեք։ Այսօր էլ թե երեք մարդուս մեքենայից հանեցին, ծեծեցին, թե ինչ որ սիգնալ էր տալիս, սա կլասիկ բռնապետություն է։ Այդ մարդիկ էլ երևի բոլորն էլ ուզում են, ասենք, ինչ որ աթոռ ստանալ, բայց չեն կարողանում դա կիսել։ Զարմանալի է, օրինակ 4 ուժեր, չէ, հիմնական ուժերը, որ պետք է միավորվեն։ Դուք գնում եք ընտրությունների, մի հատ պայմանագիր չունեք ձեր մեջ, որ ասենք, եթե ես ստանում եմ 12 քվե, դուք ստանում եք 5 քվե, ես դառնում եմ, ասենք, քաղաքապետ, դուք դառնում եք փողնախագահ կամ ինչ որ մի ուրիշ պաշտոն եք ստանում։ Ոնց կարելի է դրա մասին չպայմանավորվել։ Ինչու է սա, ինչև վերջի րոպե մնաց, ինչու սենց եղավ։ Այսինքն իհարկե կառավարությունը պարտվեց, բայց ընդդիմությունը իրան շատ զարմանալի ձևով պահեց։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ։